Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք 2026 թվականի պետական բյուջեն եւ այս թեմայով այս կոնտեքստում խոսեմ 3 հարցերի շուրջ։ Առաջինը առողջապահության համապարփակ ապահովագրման հարցը, երկրորդը պետական պարկ հնարավորության մասին եւ երրորդը անվտանգային խնդիրների մասին։ Առողջապահության համապարփակ ապահովագրություն շատ կարևոր բարեփոխում, որը լուրջ ազդեցություն պետք է ունենա հետագայում մեր քաղաքացիների, մեր բնակչության առողջապահության մակարդակը բարձրացնելու, կյանքի տևողությունը երկարացնելու եւ այլ լավ նպատակներ։ Բայց որքանով որ ես հասկացել եմ արդեն այդ համապարփակ ապահովագրության մեջ ֆինանսները տնօրինելու այսպես կոչված պետական ֆոնդը, այսինքն մասնավորը տեղ չի ունենալու։ Ես գտնում եմ, որ սա շատ բացասական կարող դառնա այս բարեփոխման իրականացման վրա, որովհետև մենք մեր մասնավոր ելույթներում, մենք ընդհանրական խոսքում, նաև մեր պրակտիկայից մենք գիտենք, որ պետությունը վատ կառավարիչ է, առավել ևս նման այսպես կոչված պահպանողական ինստիտուտում, ինչ կոչվում է առողջապահության ապահովագրում։ Ինչ էինք առաջարկում, ես մասնավորապես ինչ էի առաջարկում, որ լինի եւ պետական ֆոնդ, եւ մասնավոր ֆոնդ, այսպես կոչված կամ մասնավոր ապահովագրական ընկերություններ, եւ քաղաքացին ինքը որոշի, թե որտեղ ներդնի իր գումարները կամ պետության կողմից տված գումարը որտեղ ներդնի իր խնդիրները լուծելու համար։ Իհարկե, այստեղ Տիկին Ավանեսյանը, առողջապահության նախարարը հակադարձում էր այն հանգամանքով, որ դեպքում ինչի պիտի մասնավոր ապահովագրական ընկերությունները վերցնեն եւ մեր թոշակառու, կեսաթոշակառու քաղաքացիներին ապահովագրեն, որովհետեւ դա, ասենք, այսպես կոչված մի քիչ ռիսկային տեղ է ապահովագրական իմաստով։ Հա, բնականաբար, բայց դեռ էլ հարցը կարելի է լուծել, այսպես կոչված ըստ տարիքային, այսպես կոչված շեմերի սանտրակ սահմանել, որ որևէ ապահովագրական ընկերություն պետք է յուրաքանչյուր տարիքային խմբից այսքան մարդ ունենա։ Եվ քաղաքացին եւ պետությունը, եթե ինքը վստահ է, որ իր կեսաթոշակառուին լավ ծառայություն կմատուցի, ասի, ես քեզ հատկացնում եմ 129,000 դրամ, ինչպես որ նախատեսված է։ Քաղաքացին թող ասի, ես չեմ ուզում պետական ապահովագրական ընկերություն, ես ուզում եմ մասնավոր։ Ուզում ես մասնավոր, ես քեզ տալիս եմ 115,000 դրամ, օրինակի համար։ Թող շուկան մեկ կարգավորի։ Այս դեպքը ես չեմ կարծում, որ այն նպատակին հասնի, բայց բոլոր դեպքերում ճանապարհը պիտի անցնենք։ Բայց այստեղ մատ ուրիշ ռիսկ կա, շատ մեծ ռիսկ կա։ Հիմա նախատեսված է 2026 թվականի համար նախատեսված է 120-130 միլիարդի չափ դրամ։ Բայց մենք գիտենք, որ այսօր մեր հենց այդ խոցելի խմբերը, որոնց նպատակողված է այդ խնդիրը լուծելու համար, ունեն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ առաջիկա 3 ամսում այդ գումարները կսպառվեն։ Կառավարությունը պատրաստ է մոտ 100-150 եւս կամ 200 միլիարդ դրամ եւս հատկացնի մինչև 26 թվականի ավարտը։ Թե պատրաստ չի։ Եթե պատրաստ չի, թող պատրաստ լինի, որովհետև 3 ամսվա ընթացքում այդ գումարները սպառվելու են, մեր բժշկական կենտրոնները բացելու են իրենց դռները շահառուների առաջ, շահառուները գնալու են այդտեղ, եւ այդ փողերը արագ սպառվելու է։ Երկրորդը պետական պարտք հնա այդ հարաբերակցությունը որ կա։ Ես հարցեր տվեցի Վահե Հովհաննիսյանին, պատասխանեց լրիվ բավարարված եմ, պատասխանելիս իհարկե մասնավորապես երբ որ ես հարցեցի տեսական հարցրեցի թե ինչ տեղի կունենա եթե հարաբերակցությունը դառնա 80% հնայի հաշվարկով, ապա այստեղ ես ստացա պատասխան, որ մի քանի բացասական այսպես կոչված հետևանքներ կարող է ունենա, ինչեւ ես համաձայն եմ։ Բայց այս խոսակցությունը կարող տեղի ունենա 6 տարի առաջ կամ 7 տարի առաջ, երբ որ միջինացված տոկոսադրույքը մեր պարտքի մոտավորապես 4%-ի սահմաններում էր, եթե չեմ սխալվում։ Հիմա 71% է, գրեթե 2 անգամ ավել։ Հետևաբար բեռի իմաստով, բյուջեի վրա բեռի իմաստով մեր պարտքը իրականում պետք է բազմապատկենք 1.5 անգամ
Եվ դառնա մոտավորապես նայի 75%-ը։ Ասենք մենք հիմա սպասարկում ենք, մենք հիմա հիմնականում սպասարկում ենք տոկոսները մարելով եւ շատ քիչ գումարը հատկացում, եթե չեմ սխալվում, այսպես կոչված մար գումարները մարելու իմաստով։ Եվ ստեղ նորից պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը, որ մենք ըստ էության գտնվում ենք այդ փուլում, որ մեր պարսքը հնայի նկատմամբ ոչ թե 50% է, այլ 75% եւ հաշվի առնենք այն ռիսկերը, որոնք կարող են ծառանալ եւ կառավարենք։ Անվտանգության խնդիրների հետ կապված վարչապետը վերջերս մի քանի օր առաջ հայտարարեց, որ սահմանների ճշգրտման համնազատման գործընթացի արդյունքում հետ են բերելու Արցախաշենը եւ մեր այսպես կոչված հողերը, որոնք այսօր գտնվում են ադրբեջանցիների զինված ուժերի վերահսկողության տակ։ Եթե մի քիչ ուրիշ ձևով ձևակերպենք, ապա դա նշանակում է, որ մենք Ադրբեջանին տարվենք Տիգրանաշենը։ Ես Տիգրանաշենի մասին խոսեմ, որովհետև այս շրջանում եմ մեծացել եւ ավելի լավ եմ պատկերացնում, մյուս անկլավների հետ կապված լավ պատկերացումներ չունեմ։ Խաղաղության ձգտող մեր հարևանը չի ձգտում խաղաղության մեր մոդելով խաղաղության։ Խաղաղության մեր մոդելը հարևանություն, բարիդրացիական հարաբերություններ, հարաբերությունների զարգացում, եթե հնարավոր է միջև բարեկամություն։ Իրաց մոդելը ուրիշ է։ Իրաց մոդելը հայոց պետականության վերացումն է։ Եթե այդպես չի, Տիգրանաշենը իրանց ինչին է պետք։ Տիգրանաշենը իրանց ինչին է պետք։ Իրանց պետք չի ըստ էության, բացի ռազմավարական նպատակներով։ Որովհետև ինքը գտնվում է մեր հողի մեջ եւ հետեւաբար այդ մենակ ու մենակ մի նպատակով կարելի է օգտագործել։ Հա, բայց դժվար խնդիր է էսի, շատ դժվար խնդիր է։ Առավել եւս, եթե կան իրավական հիմքեր, որ Տիգրանաշենը պատկանել է Ադրբեջանին։ Եթե այդ իրավական հիմքերը կան, եթե չկան, ուրեմն պետք է հարցորակարգից հանվի։ Իսկ եթե կան, ես նորից եմ ասում, դա դժվար է կառավարել, որովհետև իրապես ոնց կարաս ասես, չէ։ Պետք է ասես, հա, շատ դժվար է։ Ստեղ ես հիմա մի սարսափելի միտք կասեմ այս իմաստով։ Եթե մենք չկարողանանք, եթե կառավարությունը չկարողանա բանակցությունների ընթացքում հասնի այն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, պայմանական եմ ասում, Արցախաշենը մնա Ադրբեջանին, հաշվի առնելով հանրաքվեները, բոլոր տեսակի սահմանադրության պահպանումը եւ այլ։ Ապա մենք պետք է ուրիշ բան անենք, որովհետեւ ես վստահ եմ, որ այդ քայլերից հետո, անկլավների այդ փոխանակումից հետո առաջ է գալու փախստականների վերադարձի խնդիրը Ադրբեջանից Հայաստան եւ շատ դժվար կլինի մեր պետության ղեկավարներին նստել եվրոպական լիդերների մոտ ու Ալիևի ներկայությամբ ասել, որ այդ խնդիրը այսպես կոչված չի կարելի այսօր լուծել, դեպի ժամանակի ընթացքում, հետագայում, որովհետև եվրոպական լիդերների աչքերը կկլորանան, ասեն ոչ թե չեք ուզում, որ մարդիկ վերադառնան իրենց տները ապրել, շատ դժվար է լինելու։ Եվ ընդհանրապես, երբ որ հեղեղ է լինում, դժվար է հեղեղի դեմը լապատկաներով կամ ինչ-որ ձևերով առնել, հող լցնել, հեղեղի դեմը փակել, որ վնաս չտա։ Պետք է վազես մի 3-4 կիլոմետր ներքև, փորձես փորել ջրանցներ կամ ջրանցք եւ ջրին խնդրես, որ լցվի այդ ջրանցքի մեջ ու գնա այնպիսի հունով, որ վնաս չտա քեզ։ Հիմա ես մենք մոտավորապես այդպիսի իրավիճակում ենք գտնվում։ Շատ դժվար է լինելու դիմակայել։ Եվ հիմա իմ սարսափելի առաջարկությունը կայանում է հետեւյալում։ Եթե հնարավոր չլինի հասնել այն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արցախաշենը մնա Ադրբեջանին, ընդդեք 40 կիլոմետրի թվաբանությունը կարելի է կարգավորել իհարկե, ապա մենք պետք է հրաժարվենք նաև Արցախաշենից։ Որպես բողոք, որպես անվստահություն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության, որովհետեւ իրանք չեն ձգտում իրական խաղաղության, իրանք հետապնդում են այն նպատակները, որոնք առավոտից երեկո հնչեցնում են։ Եվ դա կլինի հնարավորություն կարողա տալ, որ մենք դեմը առնենք հեղեղի եւ ժամանակը, որ մի 20 տարի, 30 տարի հետաձգենք փախստականների վերադարձի խնդիրը, միջև որ կայուն խաղաղությունը կհաստատվի։ Բան եք ասում ներողություն։ Դե հիմա
Պարոն Խաչատրյան, խմբակցանիստերի ժամանակ ասում էի թաքուն վախենալով խոսում էի, ասում էի, ասում եք մի ասեք, դες բան չկա։ Հիմա սա աշխարհը խոսում է, ես չխոսամ։ Որն եմ հակառակ ասել։ Որը։ Շնորհակալություն, ժամանակը ավարտվել է։ Որը։ Շնորհակալություն, պարոն Եղան, տեղից մի խոսացեք, պարոն Խաչատրյան, ձեզ էլ եմ խնդրում տեղից չխոսել, հաջորդ ելույթի համար մի վարքյան, պարոն Արշակյան, դուք եք ելույթի ուզում եք, հանել եք։